Ձեր մալացիա վարչական շրջանի բնակիչներ ձեզ ողջունում է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որը ընտրություններին համապետական մասնակցում է Քվեաթերթի 7 համարի 2։ Ձեր ժողովուրդ 23 թվականին տեղի ունեցավ հավաքականու ընտրություններ Երևան քաղաքում եւ մի խմբակ, որը գալիս էր ձեզ խաբելու, ասեք անենք կարգախոսի ներքո, եկան սկսեցին ձեզ խաբել, ստել, ձեր ձայնը գործեցին, ընդեղ էլ մի հատ կցոր կուսակցություն կա, իրենց հետ համատեղ խաբեցին ձեզ, գործեցին ձեր 9% ձայնը եւ իրատեղ համատեղ սկսեցին ձեր թալանելու պրոցեսը։ Իրենք միջև ընտրությունները գալիս չէին ասելու, որ գալու են տրանսպորտը թանկացնել, գույքարկը թանկացնել, աղբանության վճարը թանկացնել, տեղական տուրքերը թանկացնել, կարմիր գծերը 12,000-ից դարձել 160,000 դրամ, ստելով թե քաղաքը բեռնաթափվում են, ինչ եղավ վերջում, վերջում եղավ, որ կարմիր գծերից 2 միլիարդ 100 միլիոն փող հավաքագրեցին, քաղաքը խցանումների մեջ ուղղակի ավելացավ, կարևորը ձեր գրպանը մտան ու դուրս չեն գալի։ Ձերի Մալացիա Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ, սրա ամենաուժեղ ապտակը, սրա մուր հանելու պրակտիկայի ԿՊ-ի վերջ տալու լինելու է մեկ բան։ Հունիսի 7-ին մեծ մասնակցության արդյունքում Ավինյան Տիգրանն ու փոքրիկ խմբակը երազելու են 9% ձայն հավաքելու։ Դրա համար հունիսի 7-ին դուրս եկեք ընտրատեղամասեր, ձեր ձայնը բարձրացեք եւ ձեր ձայնը տվեք համար 7 քվեաթերթի ներքո Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Քանի որ մենք ձեզ խոսք ենք տալի, որ այս թանկացումների վերջը պետք է գա, պետք է երևանցին սկսի արժանավայել ապրել։ Իսկ ինչ վերաբերում է իրենց այս խոսույթ դարձած ասֆալտ են անում, տեսնում ենք, ասֆալտի համար դուրս են գրել 4 միլիարդ 292 միլիոն, ասֆալտը փոսերը կա, ասֆալտը ինչա լինում, ասում Անձրևն եկավ քշեց տարավ։ Անձրևը իրանց հունիսի 7-ին քշելու է տանի ձեր մեծ մասնակցության պարագայում։ Այնպես որ հունիսի 7-ին, համարի 7-ին, հունիսի 7-ին